Քրիստոս ամեն այդ մեր որերգինս է սուրբ եղիցի անունքով եկեսի արքայություն քո եղիցին կամքով որպես ինձ երեքի սած մեր հանապազորդ ու մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մենք թող մերոց վարդաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այդ փրկյաց մեզի չարել զիքոյ արքայություն եւ զորություն եւ քարքարությանս ամեն զգործս ձերած մերոց ուղի վարայի մեզ Տեր եւ զգործս ձերած մերոց հաջողյալ մեզ Տեր ամեն Արիչենք ունենա որ սուրբ է կամ օրերը երկարել են ժամայինով չենք ունենա հանգիստ հույսով տուն հասնելու սուրբ արգելք չի լինի որպեսզի վերսկսենք ամեն հինգշաբթի քարոզները 30 ժամերգությունից հետո եւ հուսամ թե ձեր ներկայությունը նաեւ մարդկանց ուրիշ հավատացյալ ժողովրդի ներկայությունը կլինի առավել եւս եթե սա մայր եկեղեցին է եւ մոտ 3500 հոգի հանգիստ կարող է եկեղեցուն լինել սա կառուցվել է ազգի համար որպեսզի ազգը լինի եկեղեցու մեջ հուսամ հաջորդ հինգշաբթի էլ ավելին կնենք Ընդհանրապես մեր կյանքի ընթացքի մեջ երկու խոսք կա մեկ աստվածային մեկ մարդկային լինում են շատ դեպքեր որ մարդկային խոսքը կամ չի ընդունվում կամ չեն ուզում ընդունել միգուցե նաև խոսք ասող են, որպես մարդ սխալասի, սխալվի մի տեղ ընդունելի է, որպես հոգևորական եթե դիտարկեմ, խոսք ասեմ, մարդ լինի, ընդունի, մարդ լինի, չընդունի։ Երկրորդ խոսքը աստվածային է։ Քննարկման ենթակա չէ, որովհետև Աստված ինքն է խոսում։ Ասխալական մարդկային չէ։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը աստվածաշունչն է, Սուրբ Գիրքն է։ Եվ եթե մաթեմատիկայի տերմինաբանությամբ ասենք, Տերմինաբանությամբ ասեմ, Աստծո խոսքը աքսիոմ է եւ ոչ թե թեորեմա։ Այսինքն մաթեմատիկայի մեջ թեորեման ապացուցվում է։ Իսկ աքսիոման դոգմա, ապացուցման կարիք չունի։ Հիմա տեսնենք Հովհաննեսի ավետարանում Քրիստոս ինչ է ասում։ Հիսուս ասաց նրանց. Լավ իմացա, եթե չուտեք մարդու որդու մարմնից եւ չխմեք նրա արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ։ Ով ուտի իմ մարմինից եւ խմի իմ արյունից, հավիտենական կյանք ունենա։ Եվ ես վերջին օրը հարություն առնել կտամ նրան, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իսկ իմ արյունը ճշմարիտ խմելի։ Ով ուտի իմ մարմնից եւ խմի իմ արյունից, կբնակվի իմ մեջ եւ ես նրա մեջ։ Այս հատվածը Քրիստոս ով ուտի մարմինը եւ խմի արյունը կյանք կունենա եւ կբնակվի իմ մեջ ես էլ նրա մեջ Քրիստոսի մարմին եւ արյունը որտեղ եւ ինչպես են ճաշակում Պատարակների ժամանակ Պատարակի խորհուրդ որ ամեն կիրակի հայոց եկեղեցում մատուցվում է Սուրբ եւ անմար պատարակ։ Նաեւ շաբաթվա մեջ լինում են օրեր, որ ոչ կիրակի, բայց նույնպես մատուցվում է պատարակ։ Օրինակ, Աստվածամոր տոնին, 7 տոներին Աստվածամորը վերաբերյալ, Սուրբ Խաչի տոնին,
երեք անգամ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տոներին, մութնի վիրապ, եւ գյուտն իշխարած։ Եթե հաշվենք տարին 365, 52 կիրակի, պլյուս մնացած պատարագի օրեր։ Եվ Քրիստոս հրավեր մեզ կյանք ունենալու։ Միշտ օրինակը բերում եմ, այսօր էլ բերեմ, մանավանդ մայրեր, ովքեր տղա ունեն, փոքր ժամանակ ինձ իմ մայրը ասել է, կարծում եմ յուրաքանչյուր տղային ասվել այդ խոսքը մոր կողմից, որ կյանքս ուտելով մեծացար։ Մենք կերանք ծնողի կյանքը և մեծացանք։ Այնպես էլ Աստված, չէ՞ որ մենք Աստծուն դիմում ենք հայր մերով, ծնող է։ Համար Աստված ասում է կեր իմ մարմինը և խմի մայրյունը, որպեսզի կյանք ունենաս։ Դա պատարագի խորհրդին մասնակցելով է։ Եվ ինչպես ստանանք։ Հիմա օրինակ եթե մտնեմ եկեղեցի, ցանկացած ժամի, ցանկացած օր ասեմ ինձ հաղորդու տվեք ուտեմ, ճաշակեմ, բնականաբար չեն տա։ Որտեղ խորհրդին պիտի մասնակիցը լինես եւ որոշակի պատրաստվածություն ունենալ։ Հաճախ երբ որ մարդկանց հարցնում ենք պատրաստ ես, լսում ենք այո։ Բայց մի կաթոլիկ հոգևորական, այս պայն անունը չեմ հիշում, բայց մերօրյա հոգևորական հետաքրքիր միտք էր բարձրաձայնել, որ ընթերցեցի, ասում է որ պահին, որ կզգաս, որ դու պատրաստ ես այդ օրը հաղորդվելու Քրիստոսի մարմնին եւ արյանը, ուրեմն դու այդ օրը ամենաանպատրաստ մարդն ես։ Այսինքն պատրաստությունը դա ձգտում է։ Մենք երբեք ու երբեք չենք կարող պատրաստ լինել լիարժեք, որպեսզի հաղորդվենք Քրիստոսի ճաշակենք Քրիստոսի մարմին եւ այլն։ Մենք ճաշակելով է, որ պատրաստվում ենք։ Միտքը հասկանալի է։ Ոչ։ Մենք մենք ճաշակելով պատրաստվում ենք դեպի կատարելության։ Պատրաստությունը ինչպես է լինում։ Մարդը մարմին, հոգի, պլյուս ընդունենք միտքը։ Այդ երեքը պետք է այդ պատրաստության ընթացքին մասնակից է։ Միտքը, որ սթափ է լինի, գիտակցությունը տեղը լինի, գիտակից անձը, սթափ, բառը ճիշտ եմ օգտագործում, չէ՞, սթափ բառը, գիտակցի, որ մոտենում եմ Քրիստոսին, ոչ թե պարզապես հաց և գին։ Դա միտքն է։ Մարմինը բնականաբար լոգանք ընդունած մաքու մարմնի խնա գեղեցիկ մեկ լինում են դեպքեր, երբ որ անձը եկեղեցում է լինում տաբաթով կամ սպորտային հագուստով, յուրաքանչյուր մեկը ես էլ սպորտային հագուստ հագնում եմ։ Նշե որ քահանային սպորտային հագուստ չեմ հագնում եմ, ժամանակ առ ժամանակ այնտեղ որտեղ որ դա պետք է։ Բայց օրինակ եկնում են դեպքեր, երբ որ մոտենում այդպիսի հագուստով հաղորդություն ստանալու, երբ որ ասում ես տաբաթով կամ սպորտային հագուստով ճիշտ չէ մոտենալ հաղորդության, մարդիկ կան ընդունում են, գիտակցում են, հասկանում են, բայց մարդիկ էլ կան, ցավոք սրտի, հակադարձվելով ասելով, որ ես սա ունեմ, սա եմ։
Ինչ է մնում ասես թե արի գնանք որևէ մի խանութ քեզի օգտակար լինեմ, հատուկ Կիրակի օրվա համար զգես գնեմ, որ ամեն Կիրակի դա հատես։ Բայց այդպես չէ։ Եթե մենք պիտի հանդիպենք մի պաշտոնավոր մարդու, ինչ որ մի խնդրանքով պիտի դիմենք իրեն, վստահեցնում եմ, գեղեցիկ պատշաճ հագուստով կգնանք հանդիպման։ Որտեվ հարց ունենք, խնդրանք ունենք։ Մոտենում ենք դիեզերքի արարչին, խնդրանքով։ Օրինակ զուգահեռ օրինակը բերեմ, երբ որ հայրմերի ժամանակ ասում ենք ոտքի վրա պիտի լինենք, լինում են դեպքեր, երբ որ անձը ասում է նստած ճակում, ասում է Աստված ինձ այսպես է լսում, այո, Աստված ամեն տեղ, ամեն ձև լսում է, բայց նաև Աստված ամեն տեղ եւ ամեն ձև տեսնում է, եւ լսում է, եւ տեսնում է։ Սա էլ մարմնավոր պատրաստություն։ Եվ երրորդը հոգևոր պատրաստություն։ Հոգևոր պատրաստությունը կարելի է կարամ, եթե ձևակերպեմ, ինքնակնություն։ Մեկ շաբաթ, ես գիտեմ օրինակ, որ Կիրակի օրը պետք է պատարակ իմ պարագայում, պատարակը ես պիտի մատուցեմ, ես արդեն երկուշաբթի իմանում եմ, որտեղ այստեղ հոգևորականներս մեկը չենք, մի քանիսն ենք, հերթով ենք կատարում, ես գիտեմ իմ օրը որ երբ է, և մեկ շաբաթ պատասխան շրջան եմ հասնում ենք ասում։ Ինքնակնություն, դա հոգևոր պատրաստությունն է, հիշեցի Սուրբ Բարսեղ Հայրապետի խոսքերը, որ ասում է նայիր ինքդ քեզ և կտեսնես Աստծուն։ Կոնեսում, նայիր ինքդ քեզ, ճանաչիր քեզ և կճանաչես Աստծուն։ Մենք մարդիկս հաճախ վախենում ենք ինքներս մեզ տեսնել և ճանաչելուց։ Դրա համար նաև վախենում ենք Աստծուն տեսնելուց։ Այդ ինքնակնության ժամանակ բնականաբար օգնում է աղոթքը, Սուրբ Գրքի Աստվածաշնչի կամ Ավետարանի ընթերցումը, շրջապատի մեջ բարի գործելը, բարեգործությունը լուր աղոթք, գործնական աղոթքի մի տեսակ է։ Ես կարամ օրինակ բերեմ, օրինակ մեր օրերում դիմացինին ժպտալը դա արդեն իսկ բարիք է, որտեղ նկատելի է, որ բոլորը, ես ինչու մի տեսակ դեմքի արտահայտության մեջ տխրություն ունեն։ Պատարագիները նկատելի դառնում դա։ Մոտենում են հաղորդության տխուր դեմքով։ Եթե գիտակցենք, որ մոտենում ենք փրկությանը, պիտի ուրախանանք, չէ՞։ Այդպես չէ։ Եթե գիտես դու մոտենում ես քո փրկությանը, չես ուրախանալ։ Մեղքերդ թողություն տված։ Մեղքերդ թողություն տված։ Բայց դենց տող ինչ-որ սպասում ես Աստծուց չի լինում։ Միգուցե լինում է ինքդ չես տեսնում։ Պատարագին մասնակցությանը ուրախության վիճակ։ Որտեղ դա, ինչպես ավետարանում ընթերցեցի, կյանք է, Աստծո մեջ բնակվելն է, Աստված էլ քո մեջ բնակվելն է։ Դրանից առավել, որպես քրիստոնյա, ինչ պիտի ուզենք Աստծուց։ Մնացածը, այդ առողջությունը, հաջողություն, գործերի կամ ամուսնություն, նաև մեզնից էլ է կախված։ Բայց փրկությունը, ինչպես Պողոս առաքյալն է ասում, շնորհ է, դա կախված է Աստծուց։ Ծոմ վիճակում, հաճախ լսել եք, ովքեր որ պատարագի պարբերաբար մասնակցում են, սակավագը կամ քահանան, ասում է, որ գնանք ծոմ վիճակում, ոչ կերած, ոչ խմած։ Սա վերաբերվում է առողջ ֆիզիկապես առողջ մարդուն, ով դեղահաք չի խմում, ով ճնշման խնդիր չունի, ով պիտի վատանա։ Այնպես չէ, որ եթե ասում ենք ծոմ վիճակում, նշանակում է, եթե մարդը շաքար ունի, դեղ խմի։
ասում դե նոր գա, դա իրան չի վերա, որ չգաս տվատան, ուշաթափվի։ Մենք էլ սկորիկ պատարակ ընդհատվի, որոշակի մարդկանց համար և սկորիկ անկեն դիմավորենք, շտապօգնություն։ Ծոմ վիճակում լիարժեք, ոչ կերաս ոչնան, առողջ մարդ, ովքեր որ ֆիզիկապես առողջ են, ովքեր որ առողջական խնդիրներ ունեն և բժշկի կոմիսություն ունեն, իրենք կարող են իրենց դեղը խմել համար մի փոքրիկ սնունդ օգտագործեն, որ դեղը կարողանան խմել։ Մանավանդ շոկի, երբ որ շատ շոկ է, ջրի հետ կապված հարց։ Անցած կիրակի մեկ երիտասարդին ուշաթափվեց շտապօգնություն կանչի։ Ասում եմ ինչ է եղել, ասում եմ հաշ չեմ ծոմ չեմ կերել, չեմ խմել, որ հաղորդություն ստանամ, բայց պարզվա բժիշկը ստուգեց, ասաց, որ ճշմարտ խնդիր ունի։ Այդ մարդը լավ էր, մի փոքրիկ ջուր խմեր, հանգիստ պատարակին մասնակցեր, չվատանար, հաղորդությունը ստանար։ Ավելի լավ մի թեյ խմեմ, ծարավը կտրել։ Մոտեցումը պետք է իրականության մեջ, ռեալիզմի մեջ նայել, իրական։ Եթե ֆիզիկապես առողջ ես, ոչ դեր ես խմում, ոչ ճշմարտ խնդիր ունես, ոչ չակար, պիտի ծոմ վիճակ ունես, ոչ կերած, ոչ։ Իսկ եթե կա խնդիր, պիտի փորձես բժշկի հետ ցուցումով շարժել, որպեսզի ավելի չվնասես քո ֆիզիկական առողջությունը։ Պատարակի հաղորդելու համար ճիշտ է, որ պատարակին մասնակցես ամբողջական։ Ոչ կեսից գաս, ոչ հաղորդությունը ստանաս ու գնաս։ Նմանացնում եմ այսպիսի օրինակի։ Օրինակ, իմ ծննդյան օրն է այսօրը, ես իմ շատ մտերիմ հարազատ ընկերներին հրավիրել եմ, ասել եմ ժամը 6-ին, այս ինչ տեղում կգնեն։ 7:30 գան, կամ գան ժամը 8-ին գնան, ներսատանք ունենամ, չէ՞, որ դա իմ տոնն էր, իմ ուզում եք կիսել միասին, լիարժեք։ Քրիստոս է պատարակվում մեր փրկության համար։ Մասնակցությունը լիարժեք։ Մեր կոնկրետ այս եկեղեցում պատարակը սկսվում է առավոտյան 10-ից, կիրակի առավոտյան 10:30, վերջանում է մոտավորապես 1:10 պակաս, 1:1։ Լիարժեք երբ որ մասնակցեք, ապրումները ունենաք, խորհրդի մեջ լինեք, կլիսկավորվեք, որպեսզի հաջորդ երկուշաբթիվանից մինչև մյուս կիրակի կարողանաք գործել երկրի վրա։ Մի տեսակ լիսկավորվում ես։ Լինում է նաև մարդիկ, ովքեր որ կամ պարբերաբար չեն հաճախում կամ նոր են սկսում, դժգոհություն ասելով չենք հասկանում։ Բնականաբար պատարակը մատուցվում է գրաբար ոսկեղենիկ հայերենով, բայց քարոզը պատարակի ընթացքում աշխարհաբար հանամ բարձրաբար։ Դժվար բան չէ, եթե փորձեք, ովքեր որ այդպիսի խնդիր ունեն, որ մտածում են, որ չենք հասկանում, չենք ընկալում, փոքրիկ պատարակամատույցներ կան, որտեղ պատարակը գրված է, հենց գրափարյան տարբերակով։ Իմ խորհուրդը հորդորը ձեզ, ովքեր որ այդպիսի մոտեցում են։ Վերցրեք 4 կիրակի, իսկ մեկ ամսվա մեջ 4 կիրակի անպայման մասնակցեք իրար ետևից։ Տվեք ցույց տա։ Այսա, պատարակամատույց։ Կապույտներ կա։ Տարբերությունների։ Այդ 4 կիրակի, ոչ 5, ոչ 3։ Մասնակցեք, բայց հետևեք, համ լսեք, նաև նույն գրվածը տեսեք, հետևեք։ 5-րդ կիրակի ժամանակ մեծ դրական շարժ եք ունենալ։ Թե հասկանալու եք, թե կարողանում եք նաև ընթերցել ինքներդ։ Գրաբարը հեշտ
հեշտ է, ինքը նստում եմ ոչ։ Մի երկու օրինակը բերեմ, գրաֆալյան դասի չվերացրեմ, բայց օրինակը բերեմ։ Բաղաձայնից առաջ զ գրվածը, ասում ենք ըզ, օրինակ զ, հ, ած, չէ, գրած։ Ըսհաց։ Ասում ենք ըսհաց։ Ձայնավորից առաջ զ, ասում ենք զ։ Օրինակ զ, ա, ս, խ, ղ, ասում ենք զաստված։ Բաղաձայնից առաջ զ, ըզ ենք ասում, ձայնավորից առաջ զ, զ ենք ասում։ Հիմնականում սա կհանդիպ։ Հեշտ է։ Եվ երբ որ պատարագը արդեն դուք ինքներդ կարողանում եք լսելով եւ նաեւ շարժը դիտակցելով հասկանալ, ավելի կհետաքրքիր կլինի։ Եվ կդառնա արդեն պահանջում, որպեսզի ամեն կիրակի ձեզ մոտ կարգանագրեք, որ ես կիրակի օրը 2 ժամ պատարագ եմ։ Շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, 7 անգամ 24, հավասար է 160 ժամ Աստված տվել է մեզ, մեկ շաբաթ։ Այդ 2 ժամը չտրամադրենք իրեն մեր իսկ օգտի համար։ Ավարտի մեջ մաթեմատիկա ենք խաղում եւ օգնում ենք։ Ինչով աղոթական վիճակի սիրելիներ, պատարագը գագաթնակետ։ Հնարավոր է աշխատանքի բերումով մարդիկ երբ որ աշխատում են, ժամային առումով չունենան ժամանակ, ժամերգություններին ամենօրյա մասնակցեն կամ ուսանողների պարագային դասերի հետ կապված, բայց կիրակի դասեր չկան ուսանողներ, չէ՞։ Բայց կան նաև աշխատանք կիրակի օրը, հասկանալի է, բայց պիտի փորձեք։ Հաղորդվեք Քրիստոսի մարմնի եւ արյանը, որը իսկ կյանք է։ Հիշեցի Սասուսի Դավիթ էպոսը։ Հիմա որ ասեմ շատերդ կհիշեք այդ տողերը, որտեղ ասում էր. հաց եւ գինի Տեր կենթանի է։ Նույնիսկ մեր էպոսի մեջ կա այդ խոսքերը։ Վերագույնս ավետարանում կա եւ եկեղեցում էլ պատարագը մատուցվում։ Խոսքս ամփոփելու համար նորից ընթերցեմ Սուրբ գրքի այդ հատվածը, որպեսզի ավելի տպավորիչ լինի եւ փորձեմ կիրակի օրը պատարագի ժամանակ ձեր ներկայեք դեմքերով հիշեմ եւ ֆիքսեմ, ովքեր են մասնակցում պատարագին։ Հատվածը Հովհաննեսի ավետարանից 6-րդ գլուխ 53 համարից Հիսուս ասաց նրանց. լավ իմացեք, եթե չուտեք մարդու որդու մարմնից եւ չխմեք նրա արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ։ Ով ուտի իմ մարմնից եւ խմի իմ արյունից, հավիտենական կյանք ունենա։ Եվ ես վերջին օրը հարություն առնել կտամ նրան։ Քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, իսկ իմ արյունը ճշմարիտ խմելի։ Ով ուտի իմ մարմնից եւ խմի իմ արյունից, կբնակվի իմ մեջ եւ ես նրա մեջ։ Սա ուղղակի քրիստոնյանին, ովքեր որ մկրտված են որպես քրիստոնյա, հրավերք է մասնակցել պատարագին եւ խոստում է Աստծո կողմից տրված, որ կունենաս կյանք, կբնակվես իմ մեջ եւ ես կբնակվեմ քեզ քո մեջ։ Մնացած օգուտը յուրաքանչյուր մեկս ինքներս իմանանք մեր։ Կիրակի օրը 10:30 այս եկեղեցում մատուցվելու է Սուրբ եւ անմահ պատարագ։ Ովքեր որ մկրտված են, պատրաստվեք այդ երամասնյա ձևով, այսինքն մտքով, մարմնով եւ հոգով
լիարժեք մասնակցեք խորհրդին, սկսվում է 10:30, վերջանում մոտավորապես 13:00։ Վերջավորություն տամ ավետարանի խոսքով։ Քրիստոս ասում էր հետևյալը, եւ ասում է, եւ պիտի ասի վաղվա համար է. Կայսրինը տվեք կայսրին, Աստծունը տվեք Աստծուն։ Մեր առօրյա կյանքի մեջ կայսրին տալու շատ բան ունենք։ Աշխատանք, հոգսեր, սպորտզալ, դասերի պատրաստություն, պարապմունքներ, այս նաև ունենք Աստծուն տալու։ Համաձայն ես։ Հայոց, Հայաստան, Արցախ աշխարհս, եկեղեցիս հայոց եւ աստղաչար հավատավոր զավակունքս սնտամիքս յուդյան։ Ընթովայնավ սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղության, փրկյալ եւ ազատյալ, երևելի եւ հաներևույթ թշնամվին, արժանավորյա գոհությամբ խաղաղ, ըսքեզ ընթոր եւ ընծրփոքույթ, այժմ եւ միշտ նեղաբության սալիդենից ամեն, Օրտնյալ եղելի իշնորած սուրբ հոգույն, երթայք ու խաղաղություն, և Տեր Հիսուս Քրիստոս, երիցի ընձեզ և ընդամենեսյանս, ամեն, Աստված պարաբան, նայդայ է, հաս տամոքսին, բողոքի, կասել եկեցին է, դրա համար պետք է ուտել, տեղում է, բեշկիչ բողոքի շիքտեք է, Господи,